Ստամոքսից ցավերը բռնեց, մոռացել էի ու տենց պայտակ հիշեցի, որ կա լուծում գաստրիտոլը։ Նոր մի քիչ առաջ ի շահապցե կա, ժողովուրդ ջան, առա իմ էլի հերթական գաստրիտոլը, հեսա բացեմ մի հատ իրար հետ, տենանք ոնց ենք անում։ Էսի մեր գաստրիտոլը, ոնց որ հիշում եմ ու խմել եմ ու իմ բժշկի խորհրդով արել եմ, սենց մի հատ կոֆեի բաժակի չափ ջուր վերցրենք ու 30 կաթիլ մեջը։ Ես վերջից ես լցնում եմ, գիտեք, չէ, բժիշկն ասում էր 30 կաթիլ, հովո ջան։ Հա, ճիշտ ան էշի, որ կվատանաս, որ 32 կաթիլ ընկնի միամիտ, բայց ես նենց եմ լցում, ոնց որ 35 ա այդում, բայց 30 կաթիլ բժշկիս խորհուրդն էր։ Այս մի հատ խմում ենք։ Վեշտա։ Մոռացել էի ժողովուրդ։ Էսի բուսական մեթոդներով սարքած պրեպարատ է, սենց ասեմ։ Ու ինչ էր ասում ինձ բժիշկս, ասում էր ամեն օր հաց ուտելու ընթացքում, օրվա մեջ ասենք եմ որ սենց ամեն ինչ խառնում ես իրար, ուտում ես դաժե միս, կարտոշկա, միրգ, կոֆե, սենց սաղ իրար հետ խառնում ես, ընթացքում մի հատ 30 կաթիլ լից, մի հատ կոֆեի բաժակի մեջ խմի, կարաս օրը 2-3 անգամ խմես, ու դες խմի էլի ասում էր քո համար, միջև կզգաս եմ որ վաբշե խնդիր չունես։ Խմում եմ լինում է ընթացիկ sense մի հատ խմում եմ, իդեալականա մոտս ջոգում եմ որ սաղ գցել է գծի վրա, մոռանում եմ ասում եմ մի քանի ամիս, էլի ինչ ասես սկսում եմ ուտել, էլի ստամոքսը դեմ որ վարի ես տալի, գալիս է էլի հիշում եմ, բայց ոնց հասկացա այս անգամ, պետք է պարբերականությունը պահեմ կամ սննդակարգից հետևեմ, կամ եթե ուզում եմ ամեն ինչ երբ ուզեմ ուտեմ, պետք է գաստրիտոլ միշտ ունենամ։ Շատ մատչելի վաճառվում է մեր բոլոր դեղատներում, ստամոքսի առողջության կենացը ցավները տանեմ։